Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում հայտնում է, որ անցած շաբաթ մենք հյուրընկալեցինք Միացյալ Նահանգների դեսպանատունը հյուրընկալեց ամերիկյան AECOM ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում։ Նրանք ասում են, որ ուսումնասիրեցինք TRIP նախագծի տեղանքը, նպատակ ունենալով ստեղծել երկաթուղին եւ այլ ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին, կապի տարածաշրջանային ինտեգրմանը։ Առաջին հարցս վերաբերում է հենց TRIP նախագծին։ Կարծես թե առաջ է գնում, այո, պարոն Սարգսյան։ Դե իրանք առաջ են տանում ակնհայտորեն է Սիմիկվա ադմինիստրացիան, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ կապ ունի եւ առավել եւս Հայաստանի հետ։ TRIP-ը շատ իրականում անիմաստ եւ վատ նախագիծ է, այն եթե մեղրի մասն է, տեղանքի մասն է խոսքը, մի 70 անգամ ասել եմ։ Հույսով ենք, որ միդթերմի ժամանակ, երբ ներկայացուցիչների պալատը կանցնի դեմոկրատների ձեռքը, մենք կարողանանք գործողություններով դա ուղղակի կասեցնենք, որտեղ հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ ինքը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը ունակ չի իրականացնել, այսինքն այն բարեփոխումները, որոնք ինքը պետք է իրականացնի, այսինքն բարեփոխում ասելով սահմանադրությունը No, չէ, հիմա ամենակարևոր գործողությունը դա Հայաստանի Եվրամիության ինտեգրելը մաքսիմալ բաներով եւ միևնույն ժամանակ կոնֆլիկտներ չստեղծել տարածաշրջանում, որովհետեւ հիմա ինքը փոխարեն ունքը դզի աչքնահան Այսինքն ինքը ունի չլուծված կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, որտեղ այդ կոնֆլիկտը լուծված չի, որտեղ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է խաղաղություն պայմանագիր չլինի։ Միևնույն ժամանակ ինքը փորձում է ստեղծել ուղղակի հարթ տեղում կոնֆլիկտ Պարսկաստանի հետ, որտեղ Պարսկաստանն էլ հայտարարում է, որ TRIP-ը իր սահմանով անցնող մեղրի TRIP-ը իրան ձեռ չի տալի եւ հանդիսանում է իր համար վնաս եւ վտանգ։ Ինչ կոնֆլիկտ ստեղծում։ Կամ ապահովի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե դու հավատում ես, որ Վիտյոկի ու Զյատյոկի Կուշների կաշառքով ստեղծած ընկերությունը, որտեղ որ Կուշները 70% ունի, ասենք, Իսրայելի շահերից բխող գործողությունները, դրանք ինչ որ կերպ կնպաստեն, Ամերիկայի դեսպանատան ներկայացուցիչները պետք է տենց ասեն, դա ինչ պետք է ասեն։ Բայց Հայաստանի շահերից արդյոք բխում է, որ Իսրայելի շահերից ելնելով, ասենք, Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը անցնի Տրամպի տնփեսու վերահսկողության տակ։ Ես այդպես չեմ կարծում։ Շատերը ասում են TRIP նախագիծը եթե չլինի, լինում է 9-րդ կետը, այսինքն Ռուսաստանի FSB-ի օգտագործած ճանապարհը, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են ձգտել այդ ճանապարհահատվածով։ Ես չգիտեմ ով է Թուրքիա տեղ մտցնում, Թուրքիան թքած ունի մեղրի ճանապարհի վրա։ Բազմիցս ասել եմ, Թուրքիայի համար Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի կծվելը այդքան էլ ձեռնտու չի, որտեղ հիմա Նախիջևանը Իրանն է, ուղղակի, հետին Բաքն է։ Հիմա Նախիջևանում Ալիևը ոչինչ չի կարողանում անել, որտեղ ինքը ամբողջությամբ Թուրքիայի վերահսկողության տակ է։ Եթե դες թվում է, որ Թուրքիան դա չեն հասկանում կամ իրանց դա ձեռ չի տալու, դուք չարաչար սխալվում եք։ Այսինքն Ալիևի ձեռքերը Նախիջևան այդքան էլ շատ չեն հասնում։ Դե ինքը չունի կապ, ցամաքային կապ չունի։ Հենց այդ հարցը։ Այսինքն այստեղ հարցը հետևյալն է, եթե Նախիջևանի հետ ինքը ցամաքային կապ է ուզում, օքեյ, մենք կարող ենք դա ապահովել, չգիտեմ, Իջևանի երկաթգծով։ Իրանն էլ է ասում, սա։ Հա, Իրանն էլ է ուզում, թե Իրանը չի ուզում, որտեվ Իսրայելը իր բան կանի, մուկ կնկարի հայտնի տեղում, եթե ուզում է, ասենք, կապ ունենա, խնդրեմ, նորմալ գործող ճանապարհներ կան, այդ ճանապարհներով մտի գնա քո Նախիջևանը։ Այնքան որքան առաջ է գնացել TRIP նախագծի նախապատրաստական աշխատանքները, դուք կարծում եք դրան ալտերնատիվ կա, արգելակման ճանապարհ կա եւ արգելակման անհրաժեշտություն կա։ Մեկը ասեցի, անհրաժեշտություն իհարկե կա Հայաստանի Հանրապետության շահերից, հայոց պետականության շահերից, այսինքն կապ չունի կլինի Հայաստանի Հանրապետություն թե հայոց թագավորություն, հայոց պետականության շահերից բխում է, որ մեղրի ամբողջ ենթաշրջանը մնա ամրոց, այսինքն Իրանով ճանապարհ լինի մենակ այն ուղղությամբ, որը մեզ է պետք, մեզ պետք է այդտեղով ճանապարհ դեպի Պարսկաստան, Հնդկական օվկիանոս։
պետք չի, որ այդ ճանապարհը լինի Ադրբեջանից որպես դեպի Նախիջևան, Նախիջևանից դեպի Թուրքիա, նորից են բացատրում։ Դա կույրաղիկ է։ Ադրբեջանը կույրաղիկ է։ Եթե Հայաստանը հələ ինչ որ կերպ Եվրոպայի համար ելք է դեպի Պարսկաստան, Հնդկաստան, ապա Ադրբեջանը ուղղակի կույրաղիկին ամբողջությամբ փակ է Կասպից ծովով։ Կասպից ծովը չի կարող օգտագործվել մուլտիմոդալ փոխանցում, չէ՞, ասենք կարաս անես այտենց, կարաս Մարսել ուղարկես սառնարան, ասես ես Մարսում պաղպաղակի գործարան եմ դնում, հա, բայց իմաստը որն է։ 1000 անգամ ստուգած թեմա է, չի աշխատում, բացի Նիկոլ Փաշինյանի բորբոքված ուղեղից եւ Ադրբեջանի հետևում կանգնած Իսրայելի եւ Ռուսաստանի թաց էրոտիկ ֆանտազիաներից ոչ մի տեղ, ոչ մեկին այդ տրիպ նախագիծը պետք չի։ Տրիպ նախագծի հետևանքը Ամերիկան դրանով գնում է, որովհետեւ Իսրայելի ճորտն է։ Ասում եք պետք չի, տրիպ նախագիծի անվանումը ես նորից հիշեցնեմ, որ 9-րդ կետել է այդ նույն ճանապարհին Իհարկե Ռուսաստանին պետք է։ Ինչ պետք է լինի, որպեսզի այդ հատվածից ձեռ քաշեն, օրինակ ձեր ասելով, եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Հուշման ասում ես չես տալիս։ Ասում ես չես տալիս։ Ասում են դա երաշխիք է ինչին անվտանգության, որպեսզի ոչ մի ժողովուրդ ունեք տուն։ Ունեք տան մի սենյակ։ Դուռ էլ կա ինչ։ Հա, այնտեղ դուռ էլ կա։ Հիմա դուռ կա ու սենյակ կա, ամուր պատերով։ Լավ։ Բետոն, երկաթ բետոն, որը ոչ մի կերպ չես կարող անցնել։ Հիմա քեզ ասում են, մենք այդ սենյակով պետք է գնանք գանք։ Դուռը բացել է։ Չէ։ Ինքը ասում է պատերդ քանդի։ Այն ինչ որ Նիկոլը չի հասկանում, այդ պարզ բանը կամ հասկանում է, ինքը ասում է պատերդ քանդի։ Իսկ պատը նենց կոնստրուկցիա է, որ դու չես կարող նենց քանդես, որ ինքը ամուր լինի, վերջ, դի քանդեցիր, բարձավ։ Այն ինչ որ Նիկոլը չի հասկանում, դրա որ թուրքերը, մասնավորապես թուրքերը չէ, այդ օղուզների վիժվածքները, որոնք որ կոչվում են ադրբեջանցի, իրանք երկարաժամկետ են գործում, որտեղ իրանք խամաճիկ են։ Խնդիրը դրված է Իսրայելի կողմից, Պարսկաստանը ամբողջությամբ կտրել եվրոպական քաղաքակրթությունից, ուղղակի, չի կարա լինի, իրանց համար դա վտանգ է, Պարսկաստանը, որը Եվրոպայի հետ համագործակցում է, դա վտանգ է, իրանք պետք է վերահսկեն, բոլոր մնացած հայտարարությունները կեղծ են, սուտ են ու Նիկոլին հարիվի տեղ դնեցի է, միակ իրանց նպատակը են, որ իրանք Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը որպես այդպեսին ինքը ֆեյք պետություն Ինք ստեղծվածը 1000 անգամ ասել եմ Էնվերի եւ Ստալինի կողմից իր նպատակը Պարսկաստանի դեմ էր։ Հիմա այն ժամանակ Պարսկաստանում նստած էին բրիտանացիք, պաշտոնապես հայտարարում էր բրիտանացիքի դեմ, բայց ընդհանուր առմամբ Պարսկաստանի դեմ էր։ Եվ խնդիրը նույնիսկ ոչ թե Պարսկաստանն էր, այլ եվրոպական ազդեցությունը միջին արևելքում եւ Պարսկաստանում նվազեցնել, այդ դրա համար էր Ադրբեջանը ստեղծվել Էնվերի եւ Ստալինի կողմից, դա կոչվում էր արևելքի ժողովուրդների հեղափոխություն։ Բայց մինչեւ հիմա Էնվերին փոխարինող Էրդողանը եւ Ոչ, Էնվերին Էրդողանը չի փոխարինել։ Էնվերը մինչեւ հիմա Ադրբեջանում սրբություն է։ Ինչ որ շատ հետաքրքիր օրինակ, իրենց հատուկ ջոկայինները Էնվերի նկարով են, բանան, Էնվերի դաջվածքով են։ Այդ Նիկոլին էլ որ ասելս ինչ է Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են Թուրքիան եւ Ռուսաստանը ընդհանուր բան չունեն հերիքա կպցնեք իրար դրանք տարբեր խաղացողներ են ամեն մեկը ունի ուրիշ նպատակ ամեն մեկի նպատակը իր սեփական տրամաբանության մեջ է Եկեք տարածաշրջանը գուցե լայն չվերցնեմ, եթե ուզեք տարածաշրջանում նպատակները ասեք, Հայաստանի հարցում նպատակները Թուրքիայի եւ Ռուսաստանի։ Հայաստանը Թուրքիայի օրակարգում գոյություն չունի։ Ուղղակի գոյություն չունի։ Որ նայում եք իրանց բաները, ԶԼՄ-ները, իրանց բաները, Հայաստան չկա։ Իրանց համար Հայաստանի հետ ինչ-որ sense որ Հայաստանի հետ սահմանը բաց չի, անախորժություն է։ Այդքան բան։ Իդեպ ինչու բաց չի մինչև։ Բաց չի, հիմա բաց չի տարբեր պատճառներով, էլիտաների, չէ, էլիտաների հարցն է, այնտեղ դա Ադրբեջանի պահանջ կա, Ադրբեջանը, քանի որ տնտեսական վիճակը Թուրքիայի շատ վատ է, իսկ
Ալիևը կոպիտ ասած գնաց ունի բազմաթիվ կուսակցություններ մի երկու գործ գայլերի, չգիտեմ, Էրդողանի ընտանիքի հետ լավ բան, այսինքն այդ կոռուպցիոն սխեմա է, այդ մաքուր կոռուպցիա է, բայց բանի տեսանկյունից, ասենք ընդհանուր թեմայի տեսանկյունից, Հայաստան գոյություն չունի։ Թուրքիայի համար կարևորագույն հարցը դա Կիպրոսն է, Թուրքիայի համար կարևորագույն հարցը դա տնտեսական վիճակն է, որը չի կարողանում լուծի, Թուրքիայի համար կարևորագույն հարցերը դից շարունակվում են դեպի քրդական հարցի ինչ որ մի կերպ լուծում, որը ոչ մի կերպ չի լուծվում, որտեղ Օջալանը մեկ համաձայն չի։ Թուրքիայի համար ամենակարևոր հարցն է Էրդողանը բավականին ծանր ֆիզիկական վիճակում է եւ ակնհայտորեն կարող մյուս ընտրություններին հաստատ չի կարողանա ըստ սահմանադրության, բայց մարտես է Էրդողանի փոխարինողը այդ ԱԿ պարտիի համար այդ իր կուսակցության դեռ ներքին կուսակցական գզվրտոց կա արդեն ով է լինելու, ինչ է լինելու։ Այդ ամբողջ բանի ինչ սպեկտրի մեջ Հայաստանի հարց գոյություն չունի։ Լավ, Թուրքիայի համար Հայաստան գոյություն չունի, Ռուսաստանի համար։ Ռուսաստանի համար Հայաստանը վերջի կետն է, որտեղով ինքը պահում է Հյուսիսային Կովկասը։ Որտեղ եթե Հայաստանը ինքը կորցնում է մինչև Վառոնեժ ամեն ինչ։ Դե ասեք ինչպես էլի։ Դե ինչպես որն է, կորցնում է, վերջ, բրցնում։ Դե ասեցիք տենց Չգիտենք ինչ, դե Հյուսիսային Կովկասում ինքը այլևս գոյություն չունի։ Իրան Կովկասյան լեռներից հարավ կետ է պետք որտեղ ինքը ամրան։ Իրան պետք է Հայաստանի անձնագրերը, որպեսզի իրանք իր ԳՌՈ-շնիկներին, ՖՍԲ-շնիկներին բաժանի, որ տենց գնա Եվրոպա։ Իրան պետք է այս կաթողիկոսը, որ մեր եկեղեցին օգտագործի որպես իր լրտեսական ցանց։